Ահա թե ինչ է ասում Աստծո խոսքը Երեմիա 23:16-ում. այսպես է ասում զորած Տերը. մի լսեք ձեզ համար մարգարեացող մարգարեների խոսքերին, նրանք ձեզ խաբում են, նրանք իրենց սրտի տեսիլքն են խոսում եւ ոչ թե Տիրոջ բերանիցը։ Դուք կարող եք զգալ դա, դուք գիտեք թե երբ է դա Տիրոջ բերանից եւ երբ ոչ։ Ամեն ոք, ով սխալ կյանք է ապրում, Աստված նրան չի օգտագործում, նրանք գործածվում են թշնամու կողմից, փախեք նրանցից, հաշտվեք Աստծո հետ, Աստված ողորմած է, դիտենք վկայությունը։ 5 տարի առաջ մեջքի վիրահատություն տարա, հետո եւս 2 միջողնային սկավառակի ճողվածքներ զարգացան, հենց այդ հատվածում, որտեղ վիրահատվել էի։ Միջողնային սկավառակի ճողվածքի վիրահատություն տարաք, հայտնվեցին եւս երկուսը։ Այո, նույն վիրահատված հատվածում։ Նախկինում միայն մեկ ճողվածք է։ Ոչ, սկզբում 3-ը։ Այսինքն 5։ Ճիշտ է։ Իսկ հիմա որտեղ են այդ 5-ը։ Դրանք չկան Հիսուսի անունով։ Բայց դրանք իսկապես չկան։ Այո, չկան, անցել է 3 օր, երբ ես ուժեղ ցավ եմ զգում նստատեղի նյարդում։ Այժմ շարժվեք, ուզում եմ տեսնել։ Նայեք նրան, նայեք։ Տեսնում եք սա ժողովուրդ, նա նույնիսկ կարողանում է ամբողջությամբ ձգել ոտքը։ Աղոթենք։ Հայր, այս մարդն ասում է ներիր ինձ Տեր, այդ խոսքն ինձ համար էր, Աստված իմ փոխիր այս կյանքը, ես հիմա մտնում եմ պայքարի մեջ և կապում եմ չարի բոլոր ուժերը, և ես ասում եմ չար, դուրս արի այս մարդու կյանքից Հիսուսի անունով, իսկ դուք ասեք շնորհակալություն Հայր։